Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Հոկտեմբերի 7 Ինչու քո ծառային տառապանք պատճառեցիր Թվոց 11:11 Մեր երկնավոր Հայրը հաճախ մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի փորձի մեր հավատը։ Եթե այն ինչ-որ բան արժե, այն կդիմանա ցանկացած քննության։ Ոսկե ջուրը վախենում է կրակից, իսկ մաքուր ոսկին ոչ։ Կեղծիքը վախենում է ադամանդի ազդեցությունից, իսկ իրական շողանքը կդիմանա ամրության ցանկացած փորձության։ Տկար է այն հավատը, որ Աստծուն վստահում է միայն այն ժամանակ, երբ կողքին են ընկերները։ Մարմինն առողջությունից փթում է, մշտական եկամուտն ապահովված է, բայց ճշմարիտ հավատն ապավինում է նրան, երբ ընկերները լքել են, առողջությունը քայքայված է, հոգին ուժասպառ է, իսկ Աստված երեսը ծածկել է։ Այն հավատը, որ նույնիսկ ամենաանհույս վիճակում է, ասում է. եթե նույնիսկ նա սպանի ինձ, ես նրան եմ հուսալու, ուղարկված է երկնքից։ Տերը հարվածում է իր ծառաներին այն նպատակով, որ փառավորի իրեն, քանի որ նա մեծարվում և փառավորվում է իր ստեղծագործությունը հանդիսացող իր ժողովրդի առաքինություններով և համբերությամբ։ Երբ նեղությունը համբերություն է առաջացում բերում, և համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս, Տերը պատվի է արժանացնում այն աճող առաքինություններով։ Մենք երբեք չենք լսի քնարի հնչողությունը առանց լարերին դիպչելու, չենք վայելի խաղողի հյութը առանց հատիկը ճզմելու, չենք զգա դարչնի բույրը առանց այն մանրացնելու, չենք զգա կրակի ջերմությունը, եթե չի վառվում ցախը։ Մեծ բրուտի իմաստությունն ու ուժը հայտնի է դառնում փորձությունների միջոցով, որոնց ենթարկվում են ողորմածության նրա անոթները։ Ներկայիս փորձությունների խնդիրը գալիք ուրախությունը բազմապատկելն է։ Նկարչի կտավի վրա ստվերը նախատեսված են լույսի գեղեցկությունն ընդգծելու համար։ Արդյոք մենք իրավունք ունենք երկնային առատ օրհնություններ ստանալու առանց մեղքի, անեծքն ու երկնային փորձությունները ճաշակելու։ Միթե խաղաղությունն ավելի քաղցր չէ տարաձայնությունից հետո և հանգիստն աշխատանքից հետո։ Միթե նախկին տառապանքների մասին հիշողությունը չի նպաստում փառավորյալների երանությանը։ Շատ այլ մխիթարիչ պատասխաններ ևս գոյություն ունեն մեր ընթերցանության հարցին։ Եկեք խորհենք այդ մասին այսօրվա շարունակության ընթացքում։